Ողջույն, ես Աննա Թումանյանն եմ, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղից։ Իսկ ես Հրեզա Սարգսյանը, Գեղարքունիքի մարզի Աղբրաձոր գյուղից։ Եվ սա երիտասարդական խաչմերու ծրագիրն է։ Սա մեր առաջին երիտասարդական էքսկուրսիան էր, կամուրջներ կառուցելու Վարդաբլուրի եւ Աղբրաձորի միջև։ Մեր նպատակն էր, որ երիտասարդները բացահայտեն իրենց ինքնությունը, ոչ թե դասագրքերից, այլ միմյանց հետ շփվելով։ Ուղևորությունը սկսվեց Աղբրաձորի ուսանողների ջերմ ընդունելությամբ Վարդաբլուրում, որտեղ դպրոցի երիտասարդները կազմակերպել էին հատուկ քվեսթ խաղ, որը մեզ ցույց տվեց գյուղի պատմությունը, մշակույթը եւ բնությունը։ Քվեսթի միջոցով սովորեցինք թիմային աշխատանք, հաղորդակցություն եւ առաջնորդություն։ Առաջին անգամ բացահայտեցինք լոռին։ Քվեսթին հաջորդեց համեղ ճաշի ընդմիջումը, որն իրականացվեց գյուղի կանանց օգնությամբ։ Այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհորդությունը դեպի Աղթալայի վանք, 10-րդ դարի ամրոց, որը հայտնի էր գունագեղ մանրանկարչությամբ, որոնք դեռևս փայլում են 1000 տարի անց։ Հաջորդը Հաղպատի վանական համալիրն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոթող, կառուցված ավելի քան 1000 տարի առաջ։ Մայրամուտին հասանք Սանահին, Հաղպատի քույր վանքը։ Այս վանքերը միայն եկեղեցիներ չէին, նախկինում դրանք եղել են դպրոցներ, որտեղ կրթվել են սերունդներ։ Վանաձորում մեր աշակերտները մնացին գիշերակացով, որի համար շնորհակալ ենք մեր աջակիցներին։ Երկրորդ օրը բացահայտեցինք Դիլիջանի ազգային պարկի գեղեցկությունը, այցելելով Պարսլիճ։ Հաջորդը անտառի մեջ թաքնված հաղարծին վանքն էր, կառուցված 13-րդ դարում։ Եվ մեր վերջին կանգառը Սևանե վանքն էր։ Այստեղ հասկացանք, որ Հայաստանի պատմությունը ոչ միայն սրբազան է, այլ է մտավոր եւ ստեղծագործ։ Այս նախագիծը պարզապես ուղևորություն չէր։ Դա ապացույց էր, որ Հայաստանի յուրաքանչյուր երեխա, անկախ գյուղի հեռավորությունից, արժանի է ճանաչելու Հայաստանի գեղեցկությունը։ Շնորհակալություն օգնելու համար մեզ, խաչվելու միմյանց եւ մեր երկրի հետ։